Բարի լույս սիրելիներս, այսօր ձեզ միանում եմ առավոտ շուտ, բարի լույսով, այս պայն կատարում ենք սենց խառը զանազան գործեր, ամեն մեկը մի գործ անում առավոտ շուտ, ուզում եմ այսօր մի փոքր ցույց տալ, թե ինչ ենք անում, մենք առավոտյան միշտ իրիկումներն եմ նկարում, այսօր ասեցի մի փոքր նկարեմ առավոտվա աշխատանքներից, տեսեք թե ինչքան բաներ ունենք պատրաստած, հոտդոգներ ունենք, ստեղ խաչապուրիներ, սոճինսկի, հիմա այս րոպեին սարքում եմ սոճինսկի, հիմա կասեք բա խմորը, հավատացեք ժամանակ չի եղել խմորը նկարելու, բայց ես անպայման նկարելու եմ, թե ինչպես եմ պատրաստում խմորը ու ցույց տամ ձեզ, հիմա ուզում եմ պատրաստել սոճինսկի, անունը տենց է կոչվում, մեջը դնում եմ նայեք այդքան հավի կրծքամիսա, լցնում եմ մի կողքը վիչինա և պանիր, մեր լորի իսկական պանիրը, այսպես պտտում եմ, դնում եմ սենց սինիի մեջ, հետո երեսը սկսելու եմ ձևավորել, էլի, լոլիկով, պանիրով երեսը ձևավորելի է, այսպես շարունակ կատարում ենք, հիմա ինչ եմ սոճինսկին, անդադ սոճինսկին թխում, որովհետև ունենք շատ սոճինսկի պատվեր, տարբեր տեղերից ստացել ենք պատվերներ, պետք է արագ դա անենք, որպեսզի հասցնեմ, հեսա վերջում ցույց կտամ, թե ինչ տեսականիներ ենք ստացել և ինչ ենք անում, հավի կրծքամիսա լրիվ, բանով սմետանով, չորնի պերեցով, բացած, սա էլ մեր բեկոն ֆերմայի վիչինան է, մենք վերցնում ենք առանց յուղ վիչինան, որպեսզի ավելի հեշտ յողկվի, էլի, իսկ եթե մեջը յուղային են գնդիկներն ալինում, ինքը շատ դժվարությամբ է յողկվում, այսպես երես էսա կձևավորեմ և կտեսնեք, պատրաստեցի, վերջացրեցի, հիմա ոնց եմ ձևավորում, արդեն մինչև դնելը ջեռոցի մեջ նախորդ սենց ձույ ենք քսում, վրան որպեսզի ձևավորենք, էլի, ոնցում քսում ենք, պարտադիր չի եսի, մի ձևով բոլոր կողմերը տարածենք, որովհետև վրան բան ենք լցնելու, սենց անում ենք, հետո ձևավորում եմ լոլիկով, ես լոլիկի չոր հատվածներն եմ էլի դնում, պինդ էլի, են սերմոտ, են ջրային մասաները պետք չի դնել, սենց դնում ենք ենքան, որ համ սիրուն տեսք է ունենում, համ էլ լավ է լինում, բայց մենք նախորդ դնելու ենք էլի մի 5-ից 10 րոպե, որպեսզի մի փոքր հասունանա, թե չէ որ եթե առանց հասունանալ վիճակում դնենք թխվի, լավ չի ստացվելու, սկսելի է բանը կողքերը ճաքել, են տեսքը չի ունենալու ինչ որ հասունացման ժամանակ։ Սենց անում ենք, մեջը պանիր էինք լցրել, բայց երեսին էլ ենք պանիր լցնելու։ Այսպես պանիր ենք լցնում երեսին էլ, սա ձևի տեսքի համար է, բայց համն էլ է շատ լավ փոխում, դուք կարող եք լոլիկի փոխարեն այս մեջտեղի հատվածում բիբար էլ դնել, տարբեր գույնի, եթե լոլիկը կարմիր է, կանաչ գույնի բիբար կարող դնեք, ավելի սիրուն տեսք է ստանում։ Վերջ, հիմա դնեմ թող հասունանա, թխված պատրաստի վիճակը ցույց կտամ ձեզ։ Թխել վերջացրել ենք սոճինսկիները, անունը սոճինսկի է, տեսեք թե ինչ տեսք է ունենում։ Շատ կշտացնող է, դե տեսակ մեջը ինչքան բաներ պարունակում, ով ուտում է գոհ է մնում, էլի շատ լավն է։ Տանն էլ կարող եք հաստատ փորձել, խմորն էլ ձեզ հեսա ցույց եմ տալու, թե ինչ ենք մենք մեջը լցնում ու ինչ տեսակի խմոր ենք ստանում։